Ձեր խոսքում նշեցիք, որ սկզբնական շրջանում բավարար չէր բարեվարկության հանձնաժողովի տրված գնահատականները կամ եզրակացությունները։ Ես ուզում եմ հասկանալ, պատճառը ինչ եք կարծում, որն էր, որ հենց նույն հանձնաժողովը չէր կարծում, որ այդքան կարևոր նշանակություն ունի եւ հաշվի է առնվելու իրենց տված եզրահանգումը, թե ուղղակի փորձի պակասներ, որովհետեւ սա կարևոր հարց է եւ մի ենթահարց էլ դուք ասեցիք, որ սա մեր միջազգային գործընկերների ոնց որ խորհրդով ենք այս քայլին գնում նաեւ, բայց ես կցանկանայի այսպիսի հարց տալ, իսկ եթե իրենք այդ խորհուրդը մեզ չտային, մենք այս քայլին գնալու ենք, թե չէինք գնալու։ Այս վերջին հարցը իսկապես սադրիչ էր։ Պարոն Նազարյան, գուցե գնայինք, բայց ոչ այս փուլում։ Համենայն դեպս նորից եմ կրկնում, այս քննարկումները շատ ենք ունեցել, թե քաղաքասարակության հետ, թե արդարադատության նախարարության հետ եւ թե հենց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ Այսինքն միշտ քննարկման առարկա սա եղել է։ Հիմա չեմ կարող ենթադրություններ դաշտ մտնել եւ ասել, եթե ռեկոմենդացիաները չլինեին, արդյոք մենք ցենց շատ շուտ կգնայինք այդ քայլին, թե ավելի կուշացնենք, դա չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու էր որակը ժամանակին բարեվարկության եզրակացությունների ոչ այնքան հաջող, որքան հիմա, ես կարծում եմ, որ դա եղել է փորձի պակաս եւ նաեւ զրոյից ստեղծված նոր ինստիտուտ էր դա եւ մարդիկ չգիտեին այդտեղ ինչ է պետք անել եւ զրոյից համակարգ է ստեղծվել եւ կարծում եմ նորմալ է որ սկզբնական շրջանում այդ համակարգը ամենաբարձր որակով չէր կյանքի կոչվում համենայն դեպս նաեւ այս առումով նույնպես շատ քննարկումներ ենք ունեցել մասնավորապես բովանդակությունների եզրակացությունների բովանդակությունների վերաբերյալ մասնավորապես ժամանակին կար այսպիսի փորձ, որ նաև մամուլում ինչ կար չկար, ամբողջը մտնում էր եզրակացության տեքստի մեջ, նույնիսկ եթե դա անսունք կայքերում գտնված ինչ-որ անհասկանալի բաներներ, այսինքն սկզբնական շրջանում դեռևս այդ փորձառությունը հանձնաժողովում բավարար մակարդակի չէր, բայց ժամանակի ընթացքում բնականաբար նրանք աշխատելով հմտացան եւ հիմա կարող ենք ասել, որ եզրակացությունների բովանդակությունը հիմնականում լինում է բավականին որակյալ եւ դա իսկապես շատ լավ կողմնորոշիչ ազդեցություն է ունենում առնվազն մեր կողմից ազգային ժողովի կողմից նշանակումների կատարելու ժամանակ։ Շնորհակալություն։